Բավական դատան մասում կատարենք հավանավորման հիմքերին նշվածով պայմանավորված գտնում ենք, որ միջդատական վարորդի ընթացքում մեղադիալի նկատմամբ տանակի ժամկետը երկարաձգելու մասին որոշում կայացնելուց ի վեր որևէ էական հանգամանք չի ստեղծվել։ Բավական դատան նշված կապակցությամբ հարկ է փաստել, որ 25 թվականի դեկտեմբերի 13-ին Երևան քաղաքի առաջացանի քարոզության քրեական դատարանի կողմից որոշում կայացնելիս դատանը համոզիչ է եղել վարորդ իրականացնող մարմնի այն մտաբախության հետ, որ մեղադիալը ազատության մեջ մնալու դեպքում չի կատարի քրեական դատավորության օրենսգրքով կամ դատանի որոշմամբ իր վրա դրված պարտականությունները։ Բավական դատան հարկ է համարում արձանագրել, որ սույն փուլում ևս ազատության մեջ մնալու դեպքում մեղադիալի կողմից քրեական վարորդին խոչընդոտելու, այդ թվում ապահովման գործընթացին ապօրինի միջամտելու, իր վրա քրեական դատավորության օրենսգրքով դրված պարտականությունների չկատարելու հավանականությունը բարձր է։ Նման եզրանկման հիմքում ընկած են հետևյալ հանգամանքները։ Սույն քրեական գործը գտնվում է դատաքննության փուլում, դեռևս հետազոտված չեն առանցքային նշանակություն ունեցող ապացույցերից։ Գործով անցնում են անձի, ում հետ մեղադիալը գտնվում է որոշակի փոխհարաբերությունների մեջ, մասնավորապես եկեղեցական կանոնների վրա հիմնված եւ արդեն իր ձևավորված կանոն հարաբերություններ, այն եկեղեցական կանոնակարգով հաստատված վերադաս հոգեվորական։ Մեղադիալի մեղսագրվում է մեկից ավելի ներդրել հանցանքի կատարում, այդ թվում է ծանր հանցանքի կատարում։ Մեղադիալի մեղսագրվող հանցագործությունների բնույթը, վտանգավորության աստիճանը, այդ թվում նաև հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, ենթադրյալ կատարման եղանակը, սպառնացող հնարավոր բաժի խստությունը, մասնավորապես վերջին թիվս այլի մեղսագրվում է ծանր հանցագործության կատարում, որի համար պատիժ է նախատեսված բացառապես ազատազրկման ձևով 4-ից 8 տարի ժամկետով։ Միաժամանակ հարկ է փաստել, որ թե միայն հանցագործության ծանրության աստիճանը չի կարող ինքնին հիմնավորել ազատությունից զրկելու անհրաժեշտությունը, սակայն մեղադիալին վերագրվող հանցավոր առարկների բնույթի վտանգավորության աստիճանը ունեն էական նշանակություն նրա հետագա վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում։ Բացի այդ, պատվաշն դատան հարկ է նկատել, որ քրեական դատավարության օրենսգրքի 16 հոդվածի 2-րդ մասում թվարկված մեղադիալի հավանական գործողությունների մասին հետևությունները չպետք է հիմնված լինեն ոչխարամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա, այլ ոչ թե ակտինից կատարված, պետք է հիմնված լինեն ոչխարամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա, այլ ոչ թե ակտինից կատարված գործողությունները հավաստող ֆակտերի վրա։ Ապելով վերօրյալը արձանագրում են, որ գործում ակտեն փաստական տվյալներ, որոնք բավարար են հիմնավորելու մեղադիալի սույն փուլում անազատության մեջ պայելու անհրաժեշտություն եւ արկա չէ այնպիսի հանգամանք, որի դեպքում կհիմնավորվի առավել պիտանի խափամիջոց կիրառելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ կոնկրետ դեպքում այլընտրանքային խափամիջոցները պիտանի չեն հետապնդող նպատակին հասնելու համար եւ իզորու չեն հակակշռելու մեղադիալի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը, հնարավորություն տալով ապահովելու նրա անձնական ազատության իրավունքի եւ վերջինի մասնակցության գործի պաշտպանության հանրային շահի միջև արտադրացի հավասարակշռությունը։ Հետևաբար գտնում ենք, որ մեղադիալի նկատմամբ կիրառված խափամիջոցը անհրաժեշտ է երկարաձգել ևս 3 ամիս ժամանակ։ Պատվաստան դատարան ըստ էության այո, քանի որ իմ կողմից նախորդի նշված հանգամանքների մասով նշեցի եւ որոնք կատարեցի Երևան քաղաքի առաջացան քրեական դատարանի կողմից դեռևս 25 թվականի դեկտեմբերին կայացված դատականակները նշեցի, որ սարքիսին ական հանգամանքների փոփոխում տեղի ունեցել, հետևաբար ամբողջ ասենով վերօրյալը նշում ենք նաև ու նաև այլ պահպան։